Ընկերներ, տեսեք, թե ինչ գեղեցիկ խոսք է ասում Աստվածաշնչում։ Մինչև երբ պիտի սուգ անի երկիրը եւ բոլոր դաշտի խոտը չորանա, նրանում բնակվողների չարության համար փչանում են անասունն ու թռչունը, որ նրանք ասում են, նա պիտի չտեսնե մեր վախճանը։ Դու պետք է ավելի զորեղ լինես, քան կարծում ես։ Պետք է իմաստուն լինես, որպեսզի դիմակայես կյանքի դժվարություններին։ Հաղթելու համար պետք է լինես ամուր եւ անսասան հավատքով։ Դիտենք վկայությունը։ Ես ունեի ողնաշարի խնդիր, որը վզիցս հասնում էր միջև ոտքերիս ծայրերը։ 3 օրվա վերջում քայլում էի միայն ոտքիս ծայրերով, քանի որ ցավից չէի կարողանում կրունկս գետին դնել։ Ցավն այնքան սուր էր, կարծես դանակ լիներ ներսում։ Իսկ այսօր ցավում է։ Անհետացավ։ Քայլեք հիմա, որ բոլորս տեսնենք։ Տեսեք, ընկերներ, նա նույնիսկ կարող է վազել հիմա։ Ողնաշարի խնդիր, Հիսուսը դա էլ է բուժում։ Վազեք քույրս։ Նա դեռ 3 չէր կարողանում քայլել, այսօր արդեն մարզիկի պես վազում է։ Սա Հիսուսի գործն է, փառք Աստծուն։ Աղոթենք, Հայր, ես օրհնում եմ բոլոր նրանց, ովքեր միանում են այս աղոթքին։ Տեր, նրանք կանչում են քո անունը եւ ցանկանում են փոփոխվել։ Ես հրամայում եմ, որ չարը հեռանա այս մարդուց Հիսուսի անունով, եւ դու ասա ամեն։